հավասարներ, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում չպետք է հավատալ եւ գնալ բանակցությունների կամ բարեկամության Թուրքիայի հետ, որին այսօր Եվրոպան այդպես բրթմամեծի Թուրքի բերան։ Ու երբ որ Վարդան Ղուկասյանը խոսում է սրանից, որոշակի բորրիկի ծնունդներ կոմենտարի էին գրում, դոգն էլ ռուսամետ, քեզ էլ հասկացար։ Ուրեմն լսեք այդ ծնողացածրածներ։ Եթե պիտի Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, ուրեմն այն կդառնա ռուսական գուբերնիա, բայց չի դառնա թուրքական վիլայետ։ Ականջներից սա օղարեք։ Եթե հայ ժողովուրդը տվել է հերոսներ, եւ եթե հայ ժողովուրդը տվել է նորմալ սերունդ, որը որ պաշտպանել է հողն ու ջուրը արտակարգ պատերազմի ժամանակ, դա եղել է սովետական դպրոցների կրթության արդյունքը։ Բացեք 1978 թվականի օպերայի հրապարակի միտինգի կադրերը եւ նայեք ինչպեսի ազնվիրական սերունդ է մեծացել խորհրդային Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ինքը չի կարող ասի ես եմ ու վերջ։ Վերցրեք Իսրայելը, ամեն մեկը մի պետության թևի տակ բնամտած է։ Մենք պիտի մտնենք քրիստոնյա երկրների բարեկամական դաշինքի մեջ, ինչպիսին է ռուսը։ Պիտի լինենք բարեկամական հարաբերությունների մեջ Պարսիկի ու վրացու հետ, պաշտպանելով մեր պետական շահերը։ Դրա մասին են խոսում մեր պետական շահերը։ Մեր պետական շահը, ազգային շահը չի ասում գնամտի Թուրքի բերան, որ մի 20-30 տարի հետո այսպես Գաբրիել Նորատունյաններ եւ Սարգիս Թորոսյաններ ծառայելով այդ երկրին, վերջի միանց ծնողների մահկանացուն կտեն այս կամ այդ անապատներում։ Թուրքը մնում է թուրք 600 տարի շարունակ թրկություն ապացուցել է։ Մենք այդ ազգետ անելիք չունենք։ Եվ ով է բորրիկի ծնունդը, որ ասում է դոգը ռուսամետ է, դոգի եղած չեղածը կերել է, դոգը հայամետ է։ Իսկ հայամետության շահերն ասում է, որ մենք պիտի լինենք բարեդրացական հարաբերությունների մեջ մեր գերագույն հարևան Ռուսաստանի հետ, որի հետ կապված է մեր բոլոր տնտեսական շահերը։ Բոլոր։ Այս շեմուշկից բռնած ձեր արևտրո դուկան եք Ռուսաստանի հետ, որտեղ ապրում է 3 միլիոն հայ, որը երբեք հայ ժողովրդի ցեղասպանություն չի արել։ Եվրոպացիքի չեն արել, եկել են, լարել են, ոչ մի թողել ռադեները մեծի թողելով թուրքերի բերանի մեջ կերել են, մորթել են, ավիրել են։ Սա է իմ ասածը։ Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ եմ, ոչ եվրոպամետ եմ, ոչ ես հայամետ եմ։ Իսկ հայ ժողովրդի շահը խոսում է դրա մասին։ Հայաստանը կարա փրկվի միայն քրիստոնեական երկրի հետ բարեկամություն կազմելով, ոչ թե թուրքերի հետ, աչք ու ձախ թուրքեն, որ այսօր նույն Ադրբեջանը դրված հայեմը Հայաստանի ղեկավարության քիթուբենին, սրանք շփիտով ոսր մազոխիստել են, արա, ինձ սրմա սրանցերից սրանք շփիտով պատասխանում են։ Մեզ անվանում են տերորիստ, սեպարատիստ, չգիտեմ ես ինչ ասում, ես իմ հողերն եմ վերադարձել։ Դու իմ ոտերն ես կերել, թե դու քո հողերն ես վերադարձել, երբ այդ Արցախներն են թուրքական։ Ու այսօր բոլորը լռում են, այդ ընդդիմադի դաշտի գործիչները լռում են, սենց հայեր 100,000-ներով են եղել, որոնք ծառայել են թուրքերին, հավատացել են թուրքերին, վերջը միած մահկանացուն են կնքել առանց հարգանքի առանանալու, ծնողներով, տեղով, կոթերը փռել են արավի տակ։ Թուրքը երբեք պիտի հայ հետ խնդիրը վերջացրեց, ասելու է Վրաստանին, Վրաստանը հետ խնդիրը վերջացրեց, ասելու է Հյուսիսային Կովկասին, ու դե շարունակ։ Վարդան Ղուկասյանն ասում է, սովետական միություն, ես դաստիարակվել եմ սովետական միության դպրոցներում, դասագրքերով, մեզ ասել են եղել է ցեղասպանություն, մեզ ասել են եղել է Արարատ, մեզ ասել են եղել է Կոմիտաս, եղել է Սևակ, եղել է Չարենց, եղել է Մեծարենց, Կապել Սունդուկյան, Զորապ Գրիգոր եւ այլն դպրոցներում տիրում է կատարյալ ագրագիտություն։ Թուրք երբեք չի հայ բարեկամ եւ Վարդան Ղուկասյանը երբեք այլամետ չի։ Վարդան Ղուկասյանը հայամետ է, իսկ Հայաստանի պետական եւ ազգային շահը խոսում է նրա մասին, որ մենք պետք է ունենանք բարեկամական հարաբերություն ռուսի, պարսիկի, վրացու հետ առաջնորդության սկզբունքով։ Եվրոպան լավն է, թող Վրաստանին ընդունել Եվրոպա, թող Թուրքիային ընդունել Եվրոպա։ Ոչ այդքան Թուրքիան լավն է։ Այսքանը տարածեք եւ կրթվեք հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։